Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա իմ հյուրն է հայտնի հրապարակախոս, հայրենի ժուրնալիստ, Մերոնք հաղորդաշարի հեղինակ պարոն Սուրեն Սարգսյանը։ Պարոն Սարգսյանը արդեն մեկ ամիս է Ամերիկայի Միացյալ Նահանգներու մեջ է եւ բազմաթիվ հանդիպումներ ունեցած է։ Բարի եկած եք պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ։ Իմ հարցս պարոն Սարգսյանին կարող է մի քիչ դժվար հարցը, բայց պատասխանը կենսական է, որ յուրաքանչյուր հայ իր մտքի մեջը իրականացնի այդ հարցին պատասխանը եւ ճիշտ կողմնորոշվի։ 2020-ի 44 օրյային առաջ ռուսական դաշնության ռեյտինգը ոչ միայն Հայաստանի մեջ, այլ նաեւ արտերկրի մեջ բավականին դրական էր։ Սակայն 2020-ի 44 օրյային ետքը երբ բացահայտվեցավ, որ ռուսական դաշնությունը ոչ թե այդ հավատարիմ դաշնակիցն է Հայաստանի, այլ ողերիմ ընկերը եւ բազմաթիվ հայեր գսեն ողերիմ թշնամին, թավաժանական թշնամին։ Իմ հարցս պարոն Սարգսյանին, արդյոք ծեր հանդիպումներու ժամանակ վստահ բավական շփումներ ունեցաք, արդյոք հնարավորություն եղավ ճշտելու, հստակեցնելու, թե ռուսական դաշնության ռեյտինգը այսօրվա օրով ի փախտadություն նախ 44 օրյային ինչպես է։ Նախ շնորհակալ եմ պարոն Շապարյան, որ հրավիրեցիք։ Գիտեք, շատ ավելի խորը պատմություն ունի նախ 44 օրյան էլ։ Ես միշտ ասել եմ, առաջին մեղավորը մենք ենք։ Մենք, որ ստրկաբար գնացինք եւ արժանապատիվ հարաբերությունները դարձրեցինք տիրոջ եւ ստրուկի։ Մեղավորը իշխանությունն է բնականաբար, ժողովուրդ չեմ մենք որ ասում եմ, քանզի ասենք այդ Քոչարյան, Սարգսյան, ընտերի դաշնակցության ղեկավարությունը մի խնդիր լուծեց, մնալ իշխանության ղեկին եւ դրա դիմաց գարան գլուխներով ծառայել, ասենք ռուսական կայսրությանը։ Նույնն էին անելու ամերիկյանի հետ կապված, կապ չունի։ Այլ խնդիր է, որ ռուսական իրականությունը կամ ռուսական իշխանությունները մեզ ճանաչում են որպես իրենց ստրուկ։ Նրանց համար մենք գործիք ենք։ Այսպես մի քիչ առաջ կտանեն, մի քիչ հետ կբերեն։ Այս տրամաբանությամբ 30 տարի կամ 20 քանի տարի, ես առաջին տարիները մեր ազատագրման տարիներն էին, մենք կարողացանք Արցախը ազատագրել, այն շարունակականը մեր ստրկության տարիներն են։ Ագահ մարդիկ դարձան Հայաստանում իշխանություն եւ աստիճանաբար մեզ, այսպես ասած, ռուսական աբոզին կպցրեցին։ Եվ սա էր պատճառը, որ միջև 44 օրյան էլ կային հարցականներ։ Էս ինչ է անում ռուսը։ Չէ՞ որ մեր դաշնակիցն է, բայց Ադրբեջանի զինում է։ Բայց մեր քծնվող իշխանությունները այն ժամանակ Քոչարյանների եսիենի գլխավորությամբ պարզապես ասում էին ինքը մեր ախպերն է, այսպես կոպիտ։ Մենք էլ ներքին հույս ունենք, որ Ռուսաստանը իրեն վերջիվերջո չի կարող այդքան դավադիր պահել, բայց այդ իր հերթին այդպես եղավ։ Հաջորդը մեր գեներալիտետը, որ ասում եք ռուսական աբոզին է։ Ներողություն, պարոն Սարգսյան։ Ծեր հանդիպումների ժամանակ ռուսական դաշնության ռեյտինգը ինչպես այստեղ այո, ինչպես կարող եք բնութագրել։ Հայաստանի մեջ արդեն քաչադեղյակ ենք, որ ռեյտինգը բավական ընկած է, իսկ ծեր հանդիպումների ժամանակ հայություններ եւ հայուհիներ ինչպիսի գարձիկ հայտնեցին, ինչպիսի թիրքորոշում հայտնեցին ռուսական դաշնության ռեյտինգի մասին։ Հասկացա։ Գրեթե բոլորը միանշանակ միաձայն դեմ էին, որ Ռուսաստանի հետ մենք շարունակենք, բայց ունեին վախ, ասում էին, բայց կկարողանանք դիմանալ։ Ռուսները կարող են նենգ լինել, ռուսները կարող են նոր պատերազմ հրահրել։ Ինչ է անում Հայաստանը։ Բոլորը գիտեն, ռուսը դավաճան։ Իսկ դրա պատասխանը ինչ է, այդ վախը արդարացի է, թե պետք է ինքնիշխան քաղաքացի գերնենք միասին։ Գիտեք, վախը իրական է, վախերը կան, Ռուսաստանը միշտ էլ կարող է սադրել, բայց մենք պատրաստվում ենք, պարտավոր ենք պատրաստվել, արվում է աշխատանք Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի
մեր վրա հարձակվողը 10 անգամ մտածի հարձակվելուց առաջ։ Այսպես ասած ոզնու քաղաքականություն ունենանք, որ իմանան, որ եթե անգամ մի քիչ հաջողեն, իրենց կորուստները հազարապատիկ կլինեն։ Ներառյալ ռուսները։ Այո, ներառյալ ռուսները։ Շատ կարևոր գեդի վրա թրիկ ծեր մադը, որ Հայաստանը ծեր պատկերացումով դառնա ամրոց պետություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի զինվոր է։ Տեսեք, ասենք Հայաստանի ղեկավարությունը, այն որ օրինի բուն ասում է, ես խաղաղություն եմ ուզում, դա չի նշանակում, որ հորթի պես պարզապես խաղաղություն է ուզում, պատրաստվում է այդ խաղաղությունը պաշտպանել։ Այլ տրամաբանություն այս ամենում չկա։ Անկախ նրանից Հայաստանի իշխանությունների պահվածքը ինձ ու ձեզ դուր գա, դուր չգա, ինչքան էս կան, ինչքան այնքան, կարևոր չի։ Վերջինս նաև թեկուզ իր անհատական կյանքը պաշտպանելու համար ամեն ինչ անում է, որ Հայաստանը պաշտպանունակ լինի, ինչը շատ կարևոր է։ Բարոն Սարգսյան, վերջին դարիներին եւ հատկապես վերջին ամիսներին ճուրի երես սկսավ գալ այն փաստերի շարանը, ըստ որոնց ըստ բազմաթիվ լավադեղյակ հրաբարակախոսների ծեր նման Շուշի անգումը, Արցախի հանձնումը եւ ընդհանրապես 44 օրյայի ժամանակ հայկական բանակի բարդությունը, Արցախի հայկական բանակի բարդությունը փեմականացված էր եւ որին թավաջանաբար մասնակցած են ըստ այդ դեղեցություններին մասնակցած են ռսաստրուկ գեներալիտետ, ինչպես որ գսեն սովետահայերեն, զորավարներ եւ քնթաբետներ, որոնք հայկական բանակը թիգունքեն տաշունահարած են եւ Շուշի անգումը վար օրինակն է։ Ինչ է ծեր գեցվածքը, ինչ է ծեր գարձիկը, արդյոք այդ բնդումները ճշմարտության կհամապատասխանեն։ Ես առանձնահատուկ ապացույցների կարիք չունեմ, պարզապես շատ բարձ մի իրավիճակ։ Մեկը մի գեներալ Վիտալի Պալասանյան նամակ է գրել ռուսաց թագավորին, ասում է մեր քույրով ենք, որ դուք կփրկեք արցախցիների հետ կվերադառնան եւ այլն եւ այլն։ Սրանով ամեն ինչ ասված է։ Այդ գեներալը այնտեղ ինչ կարգավիճակ ուներ։ Այդ եւ նմանատիպ գեներալներն ասում էին, այսօր հանձնենք այսքանը, ոչինչ, տվեք, հետ կգանք Նիկոլի վիզը կոլորենք, հետո այստեղ մի քանի 100 ջոկատ ենք ստեղծել, ովքեր պիտի կռվեն եւ թուրքերին հետ կշպրտենք։ Բայց հիմա Նիկոլին թախտից գցելու էս մի տարբերակ կա։ Պալասանյանը սխալվեց։ Ոչ թե Նիկոլին գցել չգցելու խնդրում, այլ իրենց դավաճանական քայլերն արեցին, ռուսները իրենց խաբեցին, իրենք էլ հաճույքով խաբվեցին, ձեռք բերածը տվեցին շանը եւ այսօր էլ առանց անհարմար զգալու Հայաստանից նամակներ են գրում ռուսերեն։ Այո, գեներալները իրենց պահել են այդպես։ Շատ գեներալներ։ Ես էլ չեմ ասում, անգամ դավաճան գեներալներ կան ձերբակալված, անգամ վերցրած դիրքերը կամ մեր դիրքերի վրա կրակել են տվել եւ այլն եւ այլն։ Շատ ծանր իրավիճակ է, շատ ծանր։ Մեր բանակի մեջքը կոտրել են մեր գեներալները, կոտրել են նախկին նախագահներ կոչված Քոչարյանն ու Սերժիկը եւ դաշնակցական պարագլուխները։ Մի խնդիր ունեին այնտեղ։ Նիկոլին հրադանեն, որ հետո իրենք իշխեն։ Այդքան բան, սա է խնդիրը։ Բարոն Սարգսյան, 2021 թվին Հայաստանի ընտրողներու բավականին թիվ կազմող մեծամասնությունը իշխող կուսակցության քաղաքացիական պայմանագրին բողբաթե մանդատ շնորհեց։ Արդյոք ծեր գարձիկով կամ ըստ ծեր ունեցած դեղեցություններին վերընտրված 2021-ի հունիսի արտակարգ ընտրություններու ժամանակ արդյոք ներկա իշխանությունները իրենց լավագույնը անում են եւ հատկապես ապօրինի յուրացումներու մասին բռնականացման օրենքը եւ նաեւ այդ բոլոր թալանչիներին սկսած երկրորդ եւ երրորդ նախագահային եւ նրանց ինչպես արցախցի ընկերուները կսեն թուլաներին բոլորին ալ բացասխանության ենթարկելու այդ ուղղությամբ աշխատանքները
ծեր ունեցած դերակցությունը ինչ կսե։ Պատկերացրեք, ես էլ երկու այստեղ դիտարկում կա, ուզում եմ շատ կարճ անել։ Առաջինը իմ դիտարկումը կամ ժողովրդի, որ պետք է սրանց վիզ նորորել։ Շատ շուտ, շատ արագ, իրենք օրենքով չեն գողացել, գողոնը պետք է հետ վերադարձվի բոլոր միջոցներով։ Սա մեկ տարբերակ է, բայց գիտեք, սա վարակիչ տարբերակ է։ Վաղն էլ մի ուրիշը պիտի գա, գողոնը այդ տրամաբանությամբ հետ վերադարձնի։ Այդ երկիրը չի կարող շնչել։ Ես էլ եմ անհամբեր, բայց կարծում եմ օրվա իշխանությունը այդ տրամաբանությամբ հակակոռուպցիոն կոմիտեով օրենքի շրջանակներում պիտի կարողանա այնպես հետ վերադարձնել եւ երբ սահմանադրականությունն էլ այդ օրենքի հակակոռուպցիոն կոմիտեի էսենի արդեն սահմանադրական դատարանը ճանաչեց, ես կարծում եմ դրանք ոչ միայն հետ կվերադարձնեն, իհարկե սпасել է բոլորիս համար տհաճ է, այլ նաեւ բանտի հյուրերը կլինեն կամ հաճախորդները երկար ժամանակ։ Ես կարծում եմ, այս հանդարտությունը պատճառ ունի։ Մի կողմից մի քիչ պատճառ ունի, որ օրենքով արվի, ինչը շատ կարևոր է երկրի համար, եթե դու ուզում ես պետություն օրենքով լինի, մյուս կողմից իշխանությունն էլ միամիտ չի, բերել է ընտրությունների նախաշեմին, շուտով կսկսի, այսպես ասած, դրանց հարցերը ավելի ինտենսիվ լուծել։ Սա է իմ պատկերացրածը կամ իմ զգացածը։ Մեր հայրենի եւ արտերկրի ժողովրդի չախչախից մեծամասնության համար, չսելու համար բացարձակ մեծամասնության համար այսօրվա այսպես կոչված ընդդիմությունը գեղձ ընդդիմություն է եւ այս ընդդիմությունը, որը կգլխավորեն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ իրենց գլանագիցները իրականության մեջը ըստ բազմաթիվ հայրենիների եւ հայուհիների նրանք ոչ ավել քան կորձակալն են ռուսական դաշնության եւ ինչ է ծեր պատկերացումը այս գեղձ ընդդիմությունեն ծերփազատվելու եւ մենքս մեզ որպես հայ ազգ եւ հայրենի ժողովուրդ շնորհելու իրական հավատարիմ ընդդիմության գայացումը Հայաստանի մեջ։ Պարոն Չապարյան, տեսեք, այո, գործակալ են, ինձ համար հավասարապես զզվելի է ռուսական գործակալ, ամերիկյան գործակալ, ուզբեկական, անգլիական կապ չունի, հայրենիքի գործակալ չեն, գործակալ են թշնամու, սա մեծ ցավ է եւ այո, գործակալ են, ինչ են կանելու, այսօր իշխանությունը, ընդդիմությունը իրար ուտում են, պայմանական փոխաբերական ասած, ջրերը կպարզվեն, կգա ընտրությունների ժամանակը եւ ժողովուրդը կասի իր խոսքը։ Ես դրան այդ տարբերակ չեմ տեսնում։ Սա պիտի լինի։ Մենք տեսել ենք, ամենացավալին նա է, որ այն մարդիկ, ովքեր պետությունը, երկիրը հասցրեցին այս վիճակին, որ մենք կորցրեցինք մեր երազանքը, մեր ձեռքբերումները, պատկերացրեք այսօր Շուշիի, ասենք, ազատագրման օրն է, վաղը։ Ես իմ ընկերների հետ բազմաթիվ մարտերի եմ մասնակցել։ Ես ոնց եմ ինձ զգում։ Ոնց են զգում իմ ընկերները։ Էլ չեմ ասում, իմ ընկերների մայրերը, որ արդեն երկնքում են շատերը, իմ ընկերների զավակները, կանայք, բոլորիս համար մեծ վիշտ է, աններելի վիշտ է, բայց այն մարդիկ, ովքեր այդ վիճակը ստեղծեցին, այսօր ասում են ընդդիմություն եք, ուզում ենք ազգը փրկենք, ինչն են փրկում, ինչպես են փրկում, 30 տարի, 20 տարի իրենց ձեռքում են, իրենց փրկածը կործանելն ու գործակալական ցանց ստեղծելն է օտար երկրի, սա է։ Քանի որ Հայաստանի մեջ ինչքան որ ես տեղյակ եմ, օրենսդրական դաշտերներ այնպիսի օրենքոյություն չունի, ինչ որ արդեն երկար ժամանակ է գայացած է օրինակի համար հավաքական արևմուտքի մեջ եւ հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգներու մեջ recall election կսեն անգլերեն, որը կնշանակի հետզկոչման կամ պաշտոնազրկման հետկանչման, հա? Այո, հետկանչման արտակարգ ընտրություններ։ Այդպիսի օրենք կա Հայաստանի մեջ եւ եթե կա, ինչու՞ չի կորզաթրվիր եւ եթե չկա, ինչ պետք է ընե Հայաստանի ազգային ժողովը, որովհետեւ այդ օրենքը ռոբե առաջ կայացնե, մշակե եւ իքորցնե։ Ճիշտ ասած չգիտեմ հետկանչման մեխանիզմը ինչ տրամաբանությամբ է, ես օրենքի գիտակ չեմ,
կար անվստահություն հայտնելու այսպես ինչ որ մի ինստիտուտ ժամանակին, որ կարող էին ընտրողները անվստահություն հայտնել իրենց ընտրածին, բայց քանի որ հիմա այդ ամեն ինչը այն ժամանակ անհատներ մեծամասնականով ընտրակարգ կար նաև, հա, անհատներին կարող էին, հիմա համամասնականով է հիմնականում բոլորը կուսակցականներ են, այսինքն մի ամբողջ կուսակցություն, չգիտեմ, երևի թե իրենց ընտրողները կամ ես այս տրամաբանությունը դրանց այս պահին չեմ կարող ասել, թե հետքաշման ինչ մեխանիզմ կարելի է կիրառել, բայց ում հետ կանչեն։ Եթե ընդդիմությանը հետ կանչեին, ասենք թե իրենց ընտրող ժողովուրդը, դա մի քիչ հեքիաթային է, այդպես չի լինում։ Եթե ընդդիմությունը այնտեղ չլինի, նոր ընտրությունների պիտի գնան, որովհետև չի կարող մի կողմով պարզապես ազգային ժողով լինել եւ այսպես շարունակ։ Մեխանիզմը պարզ չէ, գուցե ինչ-որ մեխանիզմ սարքեն, բայց անորոշ է, ինձ համար գոնե դա անորոշ է, չեմ կարող ասել։ Համամասնական համագարկը արդյոք ենթակա է վերանայման։ Օրինակի համար Ամերիկայի ներկայացնելու դան անդամներու թիվը 435 է եւ Ամերիկայի մեջ չի կորձել համամասնական եւ մեծամասնական կորձելացեվը, այսին համագարկը, այլ 435 վարչաշրջան Ամերիկայի քարտեզի ետնային կոնգրեսական քարտեզը արդեն գիմանանք, որ մեծամասնական համամասնական թրություն չկա։ Յուրաքանչյուր վարչաշրջան ունի իր կոնգրեսի անդամը, աթոռը։ Դու գոհ եք, որ Հայաստանի մեջ համամասնական, մեծամասնական համագարկը չնչվի, որովհետեւ իրական ռեալ ժողովրդավարություն կորձի Հայաստանի մեջ, որտեղ եւ կարելի է յուրաքանչյուր վարչաշրջանի ներկայացուցիչ, որը իր խոստումը չի հարգեր եւ իր աշխատանքի մեջ գզելանա, այդ վարչաշրջանի ընտրողները իրավունք ունին մենակ այդ վարչաշրջանի մեջը, ինչպես որ Ամերիկայի մեջ բազմիցս իրականացած է, օրինակ համար Կալիֆոռնիա կառավարիչի բարակային այդպիսի ասենք արդագակ ընտրություն գազագերբե ըստորակրա հավաքով եւ առաջ երթա։ Ինչ է ցեր գազի։ Պարոն Չապարյան, ես հասկացա։ Տեսեք, նոր սահմանադրություն են այսպես ասած գրում կներկայացվի հանրությանը, չգիտեմ, այդ մոտեցումը կլինի թե չի լինի, բայց ես վախենամ այդ մոտեցման դեպքում Ամերիկան եւ Հայաստանը չափային ու մարդկանց քանակով տարբեր երկրներ են, այս հայերեն բառը համահունչը թայֆաբազությունը, ցավոք սրտի, ոչ հայերենն ասեմ, մեր մոտ շատ ավելի տարածված է։ Ես հիշում եմ, ասենք, թաղում մի խարոշի, հա, այսպես հեղինակություն ընտրում էին, ասում են, ես խիք ընտրում, ասում են, ապեր, մեր թաղինն է, մեր թաղի տղեն է։ Դա մի, այսպես ասած, ոչ մի բան էր, մի փշրանք, բայց ընտրեցին, որովհետև իրենց թաղից է։ Այ այս վտանգն էլ կա։ Այս վտանգն էլ կա, դե չգիտեմ, օրենքը ինչպես կարգավորի, եթե կարգավորի եւ դա կտանի ավելի ժողովրդավարացման, ես եւ դուք երկու ձեռով կողմ կլինենք, ինձ թվում է այսպես։ Գասկած չի գա, որ թայֆաբազությունը կամ գլանային համագարկը կորձե որոշ նոր ստեղծվելիք, եթե անշուշտ Հայաստանի ժողովուրդը համախոհ գտնվի, որոշ վարչաշրջաններում մեջ թայֆաբազությունը թշպախտաբար արգաբիդելա, սակայն ավելի իրազեկված քաղաքացիներու մասնակցությամբ ստեղծված վարչաշրջաններեն ներս թայֆաբազությունը չի անցնելու։ Ուրեմն այդ մասին գարժե, որ ուսումնասիրությունները խորացվին եւ վերջնական լուծման հանգին։ Հիմա անցնենք մեկ այլ հրադապ հարցի։ Արդեն հիմակվա թրությամբ բարեփոխտաբար եւ հայրենի եւ արտերկրի ժողովուրդը չաղճաղիչ մեծամասնությամբ համախոհ են, որ այսօրվա ամենան հայոց հայրաբեդության սուրբ աթոռը բռնազավթված է KGB, FSB-ի կորզակալ Կարեկին B-ի գողմե եւ բազմաթիվ հայորդիներ եւ հայուհիներ աշխարհով մեկ արդեն
զզված են իրենց համբերության բաժակը հորթած է եւ իրենք գբնթեն եւ քանի որ Քարիքին B չգաթողիկոսը բռնազավթած է ասկային եկեղեցական ժողովի կայացման համակարգը եւ դա Հայաստանյաց առաքելական եկեղեցվո օրենսդրության ամենաբարձր մարմինն է, եթե գուզեք պարլամենտն է, որ եթե ազատ ըլլար աշխարհի հայությունը Հայաստանյաց առաքելական եկեղեցվո ներկայացուցիչներ, այդ ժողովը վաղուց կայացած գլար մայրաթոր էջմիածնի մեջ, որտեղ աշխարհի դարբեր մասերը, աշխարհամասերը պատգամավորներ, ներկայացուցիչներ արդեն ժամանած գլային եւ այդ արդագարգ ժողովը համակումարը կայացած գլար եւ նաեւ օրվան կաթողիկոսը կդարձնեին ընդդության ճանապարհով աթորազուրկ կաթողիկոս, որը կդառնար ինչքան որ գիշեմ 15-րդ կամ 16-րդ աթորազուրկ կաթողիկոսը։ Բայց քանի որ ներկա Քարեքին բն եւ իր արունագից Եզրաս Ներսեսյանը Մոսկվայի չարքեպիսկոպոսը, Շարիքի արքեպիսկոպոս բռնազավթած են եւ այդպիսի ասկային եկեղեցական ժողովի լիակատար կումարումը ատկանալ իրադեսական չթվի, ադորամար մեծ թիվով հայրենագիցներ եւ Հայաստանի մեջ եւ արտերկրի մեջ գտնեն որ ժամը հասած է որ փողոքի նոր ալիք բարձրացվի եւ ցույցի միջոցով փողոքի ցույցի միջոցով փողոքով Հայաստանյաց առաքելական եկեղեցու զավակները ներխուժեն վեհարան եւ Քարեքին բին աթորազուրկ դարձնեն ֆիզիկապես օծիգեն բռնելով եւ թուրս շվրդելով ինչ է ցերգեցվածքը վատ տարբերակ չի գուցե օդիկեն կամականից բռնել դուրս շպրտել բայց եկեք ավելի խորը նայենք բոլոր համայնքներում կան եկեղեցականներ, կան սրբազաններ ես չեմ ուզում հավատալ որ բոլորը այնքան ստորեն, ստրուկ են որ հանդուրժում են ասենք թե լուսավորչի գահը պղծող մեկին իսկ որ այս մարդիկ պղծում են փաստ է առաջին հերթին ես կարծում եմ իրենք պիտի հավաքվեն իրենք պիտի իրոք այդ եկեղեցական ժողովը էսեն իրենց ներսում պիտի լուծեն դա հոգևոր դա լուրջ հարց է դա փողոցի խուժանի հարց չի իմ կարծիքով դա հենց եկեղեցու նվիրալների հարց է Բարոն Սարգսյան փաստը այն է որ ներկա թրությամբ այդ ներքին ծեր նկարագրած եկեղեցականները հենց իրենք են խուժանները դե ես ուզում եմ ուրեմն Փարեսիրտ հավատացյալ ժողովուրդը փողոքի ցույցի մասնակցողներն են այսինքն դերերը շրջված են ինչ է դրա լուծումը հասկացա այդ էի ուզում ասել տեսեք Եզրաս Եզարմատով այդ կաթողիկոսի եղբայրը գողացած քարով Մոսկվայում եկեղեցի կառուցեց գողացած խափեց քարի արտադրամասի տիրոջը այս հայերեն ասած գցեց եւ մոտ $5 միլիոն այդ մարդը սնանկացավ գնաց պատեպան կաթողիկոսն ասեց չես ուզում օգնես եկեղեցուն ասեց բայց ես $5 միլիոն չունեմ նվեր տալու ես միլիոնատեր չեմ ես դառը աշխատում եմ այդպես էլ այդ մարդը այդ գործի մեջ կործանվեց եւ այսպես լիքը երևույթներ հիմի էլի եմ ասում խավարի դեմ լույս վառել է պետք լույսը այո ժողովուրդը կարող է վառել ոչ թե օդիկին բռնել շպրտելով այլ մեկ ընթացք ակցիա անեն պարզապես առհամարեն ու չգնան եկեղեցին ասեն աստծու տանը սատանաներ են մենք չենք գնում այլևս մեկ ամիս աշխատեն այդ ուղղությամբ տեսնենք ինչ կմնա այդ կաթողիկոսից ես ականջից բռնելուն դեմ եմ դա լուրջ միջամտություն է բայց առհամարել քանի որ հոգեորականի վեղարի տակ ստոր արարածներ են սա կարող են հասարակության հետ աշխատել հասարակական գործիչները եւ քաղաքական ինչ ասեմ ինչպես եմ տեսնում այն հավատացյալները որոնք իրոք լավ մարդիկ են լավ հայեր են լավ քրիստոնյաներ են արդեն իրենց համբերության բաժակը լեցված է եւ անշուշտ իրենք չեն ասեր ական չեն բռնե այլ օծիկ են բռնե անշուշտ ադիկա փոխաբերական առումով արդյունքը նույնն է եւ շատեր
գբնթեն, որ որ հաջորդ փողոքի ակցիան, փողոքի ցույցը գազմագերվի, այնպես չլինի, որ օրվան իշխանությունները քաղաքացիներին անպաշտպան թողեն եւ Քարեքին բի երկրորդ եւ երրորդ նահանգայի մաֆիայի գոմնագիցները եւ որոնց հերթին գաշարք ստացած ոստիկաններ եւ ոստիկանապետներ վաղարշաբաթի մեջ Սուրբ Էջմիածնի շրջանի մեջ վերջին ցույցերին մենք ականատես եղանք ցավիսիր եւ տեսանք ոստիկանները մասնագիտ եղան Քարեքին բի խուժան մարդկանց հարցակումներին եւ արդար փողոքի ցայն բարձրացնող հավատացյալներուն ֆիզիկական խոշտանգումի ենթարկեցին։ Հիմա ժամանակը եկած է գսեն բազմաթիվ հայրենիներ եւ հայրենիներ, որ օրվա իշխանությունները բարդաթիր իր սեփական քաղաքացիներին անվտանգությունը իրականացնեն, ապահովի։ Ինչ է ձեր կարծիքը։ Պարոն Չապարյան, ես էլի մնում եմ նույն կարծիքին, բարենք այդ մոմը աշխատեն այնպես, որ մարդիկ ուղղակի չգնան եկեղեցի ի նշան բողոքի։ Հակառակ դեպքում, եթե մի խումբ այդ խմբի մեջ 100 լավը կա, 1000 ավազակ կա։ Դռները բացեն, գնան կաթողիկոսի, այսպես բայց իրենց նպատակն է տոտորագից դեն գցեն։ Բարոն Սարգսյան, բայց իրենց նպատակն է, որ ժողովուրդը ընդհանրապես եկեղեցի չերթա եւ այս մաֆիան, այս գլանը յուրացնի այն ինչ որ վերջին մնացորդացն է անշարժ գալվածներու Էջմիածնի Սուրբ Թանգարանի իրերուն, որ ասկեց առաջ արդեն որոշ մասը թալանված է, իրենց ուզածն, իրենց երազածն է, որ մեր ժողովուրդը չպայքարի եւ երես դարձնե եւ հերանա եկեղեցի։ Նույնն ալ Հայաստանի բարակային։ Մենք ինչու այսօրվա հասանք Հայաստանի մեջ եւ այսօրվա օրով Հայաստանի մեջ ընդամենը ունենք 2.5 մինչև 3 միլիոն հայություն եւ արտերկրի մեջ ունենք ավելի քան 12 միլիոն, որովհետեւ նույն հոգեբանությամբ փոխանակ կրիվնելու, փոխանակ ջակատ դալու շուր եկած են եւ օթանավի դոմսը վերցուցած են ասենք փոխադրված են, դեղափոխված են այլ երկիր, գամալ ինքնաշարժ նստած են Ռուսաստանի ճանապարհը բռնած են։ Ամոթ չէ մեզի, որ այսօրվա օրով Ռուսաստանի մեջ մենք ունենք 3 միլիոն ըստրուկ հայեր, որոնք դեսան 44 օրյային ոչ մի բան չկարողացան անել, բացի այն ռուսահայերեն, ովքեր արդեն ռուսաստրուկ էին, ինչպիսիք են օլիգարխները, Արա Աբրամյան, Գարեն Գարաբեդյան եւ բազմաթիվ օլիգարխներ, անոնց միան թույլ դրվեցավ, որ Ռուսաստանեն դեղափոխվին Հայաստան եւ նույնպես ինչպես որ քիչ առաջ զրուցեցինք այդ մասին, Թավաջան գեներալիտետ այդ ասենք ուսաթիրներով ժամանեցին Հայաստան եւ հիմա չի բացառվի, որ այդպիսի կորցակալներ կան Հայաստանի մեջ, որոնք ռուսահայ են, բայց հլուվնազան պատրաստ են գդարելու Պուտին բաբային ուզածը, որ հայկական պետականությունը ներսեն դրակացնեն։ Ինչ է ասոր լուծումը։ Ըստ երևույթին հայրենի ներքաղաքական դաշտը եւ նաեւ եկեղեցական դաշտը, ինչպես նաեւ հայրենի մտածողությունը, ինչպես որ բարոն Սարգսյանը նշեց, թեպի թրագանը շարժում գա եւ գմնա որ բոլորս ցերսերքի դված մեր ներասկային կյանքը առավել առողջացնենք եւ հասնենք այն քեղեցիկ իրականության, որտեղ օրվան լույսի նման հստակ է, որ Հայաստանի մշտական եւ հավատարիմ դաշնակիցը Սփյուռքն է եւ փոխադարձաբար պետք է որ Սփյուռքը թաթարեցվի որպես գտան գով ընդունելու, այլ
սպյուրքը դասվելու որպես իրական կորձընկեր, եթե մենք առաջադրանք ունենք, որ աշխարհի հայությունը ստեղծի ամենան հայոց պետություն եւ այդ ամենան հայոց պետությունը ըլլա ամբարդելի ամրոց պետություն, ինչպես ու բարոն Սարգսյանը ասավ, դարաշրջանի ուժերը եւ նաեւ հարևանները 10 անգամ մտածեն ոզնի վրա հարցակել է առաջ։ Շնորհակալություն։